Այս օրերին աշխարհիկ եւ հոգեվոր տարբեր կառույցներ շարունակում են դատապարտող հայտարարություններով հանդես գալ համազգային ամոթի եւ խայտառակության օր համարելով օգոստոսի 7-ը, երբ ամենայն հայոց հայրապետն ու բարձրաստիճան 6 եպիսկոպոսներ պետք է կանգնեն դատարանի առջև մասնակցելու քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստին։ Մեծի տան Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի հայտարարության մեջ ասվում է. «Մեր խորը ընդվզումն ենք հայտնել Գարեգին II վեհափառին եւ նույնիսկ առաջարկել ենք դատարան չներկայանալ, այլ իր ներկայացուցիչը ուղարկել։ Կոչ ենք ուղղում պետական պատասխանատուներին, ինչպես հաճախ կատարել ենք, հարգալից վերաբերմունք ցուցաբերել մեր եկեղեցու եւ վեհափառի անձի նկատմամբ եւ հարցերը քննելու փոխադարձ հասկացողության ու պատշաճության սահմաններից ներս հարգել պետության օրենքներն ու եկեղեցու ներքին կարգուկանոնը։ Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթը չունի իրավական հիմք եւ պետք է կասեցվի»։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը եւս վրդովմունքով եւ խստագույն դատապարտումով է հետևում Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու նրա նվիրապետական բարձրագույն իշխանության եւ բարձրաստիճան հոգեվոր սպասավորների դեմ շարունակվող հետապնդումներին։ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին հասարակական շարքային կազմակերպություն չէ, այն դարեր շարունակ հայ ժողովրդի հոգեվոր կյանքի, ազգային ինքնության, մշակույթի, պատմական հիշողության եւ պետականության պահպանման հիմնասյուներից մեկն է եղել, նշված է հայտարարության մեջ։ Այս իրողությունը չի կարող ընկալվել իբրև զուտ իրավական ընթացակարգ, երբ այն տեղի է ունենում եկեղեցու դեմ շարունակական ճնշումների, հրապարակային վիրավորանքների, նվիրապետական կարգը խաթարելու եւ հոգեվոր իշխանության հեղինակությունը նսեմացնելու փորձերի մթնոլորտում։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը մտահոգիչ է համարում հատկապես, որ հայոց կաթողիկոսին դատարան ներկայանալու պարտադրանքին ենթարկելը վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել։ Ամենայն հայոց հայրապետը միայն Հայաստանում գործող կրոնական հաստատության ղեկավար չէ, նա Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ընդհանրական հոգեվոր պետն է, որի հովվական առաքելությունն ու նվիրապետական հեղինակությունը տարածվում է աշխարհասփյուռ հայության, հայ եկեղեցու նվիրապետական աթոռների եւ թեմերի վրա։ Հայոց կաթողիկոսի անձի եւ հանգամանքի նկատմամբ Հայաստանի պետական իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքն անխուսափելիորեն պետք է անդրադառնա նաեւ հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների եւ նրանց հոգեվոր պետերի դիրքի վրա։ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Հայաստանի իշխանություններին գիտակցության կոչ է ուղղում ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ վերաբերմունքը միջազգային անդրադարձ ունեցող համազգային եւ համաեկեղեցական խնդիր է, որ կարող է թուլացնել հայ եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների բարոյական եւ իրավական դիրքը աշխարհի տարբեր երկրներում։ Հետևաբար նման քայլերը վտանգում են ոչ միայն Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հեղինակությունը, այլև Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսության, Երուսաղեմի եւ Կոստանդնուպոլսի նվիրապետական աթոռների, ինչպես նաեւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի ազատ գործունեությունը։ Ամենայն հայոց հայրապետի նվիրապետական հեղինակության նսեմացումը հարված է Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ամբողջական կառույցին, իսկ հայոց եկեղեցու դեմ ուղղված որևէ հարված է համայն հայ ժողովրդի հոգեվոր միասնության, ազգային ինքնության եւ պետականության հիմքերին, նշված է Երուսաղեմի հայոց պատրիարքության հայտարարության մեջ։ Ի աջակցություն ամենայն հայոց հայրապետի հայտարարություն է տարածել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։ Կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործի հիմքում թեմի ղեկավարմանն առնչվող ներեկեղեցական խնդիր է, որը լուրջ մտահոգություններ է առաջացնում դավանանքի ազատության եւ օրենքի գերակայության շուրջ։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ամենայն հարգանքով կոչ է անում կասեցնել սույն քրեական վարույթը, որը չունի իրավական հիմք եւ հակասում է մեր պատմական ավանդույթներին։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու ազգային օրենսդրությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ճանաչում են որպես ազգային եկեղեցի, ընդունում նրա ինքնակառավարման իրավունքը եւ պաշտպանում կրոնական ազատությունը։ Ըստ այդմ եկեղեցական պաշտոնի համար եպիսկոպոսների համապատասխանությանն առնչվող հարցերը ենթակա են կարգավորման բացառապես կանոնական իրավունքի եւ եկեղեցու կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակներում, նշվում է Հայկական բարեգործական ընդհանուր միության հայտարարության մեջ։